Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը գրում է. Նախ Եվրամիության դիտորդները զինված չեն, հետևաբար երրորդ երկրի զինված ուժեր չեն, այլ ընդամենը քաղաքացիական դիտորդական առաքելություն։ Ալիևը եւ Էրդողանը ռուսական զինված ուժերին, ռուսական հսկա ռազմաբազան Հայաստանի տարածքում չնկատելու են տալիս, բայց հեռադիտակներով եւ գրիչներով ԵՄ դիտորդներից գժգնոտած են, համարում են այն երրորդ երկրի ուժ եւ պայման է դրվել նրանց հեռացումը։ Սա նույն Ադրբեջանն է, որը խախտեց 1994 թվականի հրադադարը, բազմիցս եւ դեռ լինելով պարտված կողմ։ Նույն Ադրբեջանն է, որը թքած ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժիչ կիրառման մասին սկզբունքի վրա, որում համանախագահի դեր ունեին ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը։ Նույն Ադրբեջանն է, որը տրորեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը բոլոր հնարավոր միջոցներով, սարքելով այն եռակողմ պետքարանի թուղթ կամ քիթը սրբելու թաշկինակ, ընդ որում սա էլ կնքված էր Ռուսաստանի քավորությամբ։ Իսկ հիմա ուղիղ եւ առանց երաշխավորի մենք ուզում ենք ստորագրումից անմիջապես հետո դուրս բերել այն քաղաքացիական դիտորդներին, որոնք զինված էլ չեն եւ ռազմական որևէ վտանգ չեն ներկայացնում, հետն էլ անում են ավելին, քան այդ բոլոր հիշատակածս պայմանագրերն ու ստորագրված թղթերը միասին վերցրած։ Բա որ ԵՄ դիտորդներին դուրս հանելուց հետո, հարաբերականորեն ասենք մի ամիս անց, որոշի հարձակվել, թքած ունենալով իր իսկ ստորագրած, իրավական ուժ ունեցող թղթի վրա, անունն էլ դնի, որ ասենք Հայաստանը արդեն զինվել, վերականգնվել, ռևանշի է գնում, ինչ ենք անելու եւ ոնց ենք ապացուցելու հակառակը, ու ոնց ենք դիմագրավելու հետագա փորձանքներին։ Էլի մնալու ենք միջազգային կոչերի հույսին։ Ժողովուրդ ջան, խաղաղության առաջին մոլի կողմնակիցը ես եմ, բայց իմանանք խաղաղություն ստանալու ենք թե ոչ, ու ինչ բովանդակությամբ ու երաշխիքներով ենք ստանալու։ Եվ ուրեմն 2021 թվականի մայիսի 12-ից խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածի հիմնարար սկզբունքները, ադրբեջանցի զինվորականները մտել են Հայաստանի տարածք եւ մինչ օրս դուրս չեն գալիս։ Օկուպացված են Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի շուրջ 200 կիլոմետր քառակուսին։ Դելիմիտացիան, որը հայտարարվել եւ իրականացվել էր Տավուշի մարզում, ենթադրում էր հետագա սահմանազատում սահմանի ողջ երկայնքով, հիմքում ունենալով Ալմա-Աթիի հռչակագիրը, որն էլ իր հերթին ենթադրում եւ երաշխավորում էր, որ Հայաստանի ներկայիս տարածքը 29743 կիլոմետր քառակուսի է, ներառյալ օկուպացված 200 կիլոմետր քառակուսին, որը պիտի հետ վերադարձվեր Հայաստանի Հանրապետությանը, բայց ինչ-որ պահի սահմանազատման գործընթացը կանգ առավ, ենթադրաբար, որովհետև Ալիևը ստացավ Տավուշի հայտնի բնակավայրերը, մենք ստացանք հստակեցված փշալարեր, իսկ շարունակությունն արդեն պահանջում էր մեզ պատկանող տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, ինչը հաջողությամբ չէր պսակվում։ Հիմա հարց կամ հարցեր. Խաղաղության համաձայնեցված պայմանագիրը արդյոք երաշխավորում է, որ ադրբեջանական զորքերը դուրս են գալու Հայաստանի սուվերեն տարածքից, հիշատակածս 200 կիլոմետր քառակուսուց։ Խաղաղության համաձայնեցված պայմանագիրը ինչ է կանխորոշել Արցվաշենի համար, ինչպես եւ այն բնակավայրերի համար, որոնք Ադրբեջանն անվանում էր սեփական անկլավներ Հայաստանի օկուպացիայի տակ։ Խաղաղության համաձայնեցված պայմանագրով արդյոք բոլոր հայ գերիները պահվող անձինք ազատ են արձակվելու եւ եթե ոչ, ապա ինչ է լինելու այս մարդկանց ճակատագրի հետ, ինչպես նաեւ այն ծնողների եւ հարազատների, ովքեր զավակ, բարեկամ ունեն, որոնք պատերազմից ի վեր համարվում են անհայտ կորած։ Երրորդ երկրի զորքերի դուրսբերումը ենթադրում է եվրադիտորդների դուրսբերում։ Ռուսաստանի Դաշնությունը եւս ունի զորքեր Հայաստանի տարածքում։ Մտահոգիչ չէ, որ հենց եվրոդիտորդների հարցն եմ դնում եւ կապ չունի թե ռուսները որ կողմից են կանգնած։ Եվ ինչ երաշխիքներ կան, որ եվրոդիտորդների դուրսբերման պարագայում նոր ռազմական էսկալացիա չի լինի։ Դատական հայցերի հետ կանչ միջազգային ատյաններից արդյոք գործընթացը չի պարունակում ռիսկեր եւ արդյոք այն լինելու է փոխադարձ գործընթաց, թե վաղը կարող ենք արթնանալ եւ իմանալ, որ մենք միջազգային ռազմական մշակութային հանցագործներ ենք, ովքեր պիտի Ադրբեջանի Հանրապետությանը մի բան էլ տարբեր պարտքեր վերադարձնեն եւ տարբեր միջազգային ատյանների առաջ գլուխները կախած այս ու այն պատասխանատվությունները կրեն։
Ճանապարհային ապաշրջափակման դեպքում ինչ մեխանիզմներ են գործի դրվելու ադրբեջանցիների երթուղին Հայաստանի տարածքով եւ Հայաստանի Հանրապետության սահմանապահների հսկողության ներքո հնարավորինս անվտանգ դարձնելու համար։ Արդյոք Ադրբեջանը պարտավորվում է մոռացության մատնել իր գաղափարը ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադարձի մասով, որը հին չէ, այլ բավականին թարմ եւ բազմաշերտ է, որովհետեւ եթե Հայաստանը պիտի լռի արցախահայության վերադարձի մասին, ապա Ադրբեջանը պիտի առավել եւս ձենը կտրի եւ վերընկնի տեղը այս հարցով։ Որ երրորդ երկրի խավորությամբ, երաշխավորությամբ է պայմանագիրը կնքվելու, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ ուղիղ խոսելը եւ խոստումներ, ստորագրություններ կորզելը առ ոչինչ է, ուստի պետք է դոմինանտ երկրի կամ երկրների երաշխավորություն, բայց ոչ Ռուսաստանի Դաշնության, որովհետեւ այստեղ առավել եւս ամեն ինչ պարզ է։ Եթե Հայաստանը այլևս որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանից, որոնք են երաշխիքները, որ Հայաստանը պիտի մնա ռազմականացված, պաշտպանի իր 29743 կիլոմետր իրեն հասանելի եւ հայտնի բոլոր օրինական միջոցներով, եւ որ Ադրբեջանը եւս ճանաչում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը եւ երբևէ նոր ռազմական ագրեսիա այդ տարածքի նկատմամբ չի լինելու։ Սահմանադրական փոփոխությունները, որոնք մեզնից ակնկալում են, ինչ կետերի շուրջ եւ ինչ ժամկետներում են ակնկալում։ Ինչ նկատի ուներ Հիքմետ Հաջիևը, երբ ասում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի օգնի ադրբեջանական դատավարությանը։ Հայ հանրությունը, փորձագիտական անկախ շրջանակները արդյոք տեքստին ծանոթանալու են ստորագրումից առաջ։ Վտանգները շատ են եւ թաքնված։ Խաղաղության համար պետք են այս եւ այլ հարցերի հստակ պատասխաններ։ Շատ վտանգավոր իրավիճակ է։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի Facebook-յան գրառումը։ Օրեր առաջ Անկարայում Ալիևի ելույթից հետո, որտեղ նա հերթական անգամ կեղծել էր պատմությունը եւ փաստացի տարածքային հավակնություններ առաջ քաշել Սյունիքի մարզի նկատմամբ։ Դրանից հետո ողջ տեղեկատվական տիրույթը падգամավորների եւ այլոց մակարդակով լծվել է Սյունիքի մասին Ալիևյան կեղծիքների ապացուցմանը։ Այդ արշավի մաս է կազմում նաև ադրբեջանական AzTV հեռուստաընկերությունը, որի կիրակնօրյա գլխավոր թողարկման մեջ կրկին անդրադառնում են Սյունիքին եւ մեր պետության հանդեպ ունեցած տարածքային հավակնություններին, վերհիշելով պատմական անարդարությունը եւ Ալիևի տարբեր ելույթներ, որտեղ նա ասում է, թե Սյունիքը սեպ է թյուրքական աշխարհի համար։ Այն, որ Արցախից հետո Ադրբեջանի ախորժակը ծավալվելու էր Սյունիքի ուղղությամբ, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Բավական է մի քիչ պատմություն իմանալ, բայց ներկայիս ակտիվ միտումները, հատկապես Անկարայից Ալիևի կողմից հնչող ելույթները իսկապես անհանգստության տեղիք են տալիս։ Ըստ իս AzTV-ն արտահայտում է Ալիևի հետագա ագրեսիվ քայլերի ուղղվածությունն ու նպատակները։